Մուսալեռի հուշահամալիրի տարածքը մեկ օրով ստեղծագործական միջավայրի է վերածվել։ Հերոսամարտի 110-ամյակի առիթով նկարիչների եւ քանդակագործների սիմպոզիում է կազմակերպվել նվիրված մուսալերցիների խորհրդանիշներից մեկին, 140 տարեկան թմբուկին, որը նրանց ուղեկցել էր թե պայքարի 53 օրերին, թե դրանից հետո։ Թմբուկի անցած ճանապարհի եւ դրա վերադարձի մասին է քարե այս պատմությունը։ Քանդակում եմ հրեշտակը իր կարգով, խոյերի բարձած խոյերով, վերադարձնում է թմբուկը մուսալեռ եւ տեղադրվելու է այն քարի վրա, որը խորհրդանշում է հենց մուսալեռի գագաթը։ Արվեստագետների կարծիքով պայքարի կարևոր դրվագներ դուրս են մնացել Վերֆելի հայտնի ստեղծագործությունից։ Հերոսական որոշ պատմություններ մեր օրեր են հասել բերնեբերան։ Նկարչուհին հենց այդ պատառիկներն է պատրաստվում հանձնել կտավին։ Հիմնված լինելու եւ իրադարձության եւ իմ մտավոր կոմպոզիցիոն կարողությունների հիման վրա։ Մանան Մուրադյանին էլ տպավորել է Տարես Մուսալերցին, որն իր թմբկահարվածներով վանել է անհավասար մարտերից ուժասպառ հայրենակիցների թուլությունն ու հաղթանակի կոչել նրանց։ Էսքիզներս ինքը հենց այդ պապիկն է, որ այդ թմբուկը իրանա պատկանել, ինքը այդ խփելու պահն է ու թմբուկի վրա իր նախնիների սիլուետներն են լինելու կամ վրա կամ հետևում, տենց մի քանի էսքիզներով արդեն ֆորմատի մեջ կհասկանամ ոնց տեղադրեմ, բայց գաղափարը լինելու է հենց այդ ազդարարող թմբուկի ձայնը։ Թմբուկը մուսալերցիների հետ շրջել է աշխարհով մեկ, 40-ականներին հանգրվանել է Հայաստանում ու այստեղ կորել։ Մուսալերցիները ծանր էին տարել գործիքի անհետացումը։ Իրենց տոներն առած դրած զարկի անգույն ու անհույզ էին անցել։ Թմբուկը գտնվել է 1958 թվականին վնասված ու պատառոտված։ Հայրս, որ հիմնադիրն է այս մեր մեծ գործի, ինքը չէր իմանում ոնց պետք է այդ թմբուկը վերակազմեն։ Բայց այդտեղ օգնության է գալի ուրեմն Հակոբ Ֆրանկյանը, թմբուկը վերակազմելուց հետո արդեն առաջի տոնախմբությունը նշում են sense տնային պայմաններում, մուսալերցիներ ունեն ավանդույթ, նոր տարին սկսելուց առաջ շրջում են տնետուն։ Այդ թմբուկով որ պատտվում են տուն արտուն, մարդկանց մոտ նորից այդ նույն ոգևորություն իրանց երկրի այդ հոգին արթնանում է։ Վերածնունդ ապրեց էլի փաստորեն թե թմբուկը, թե մեր, ասենք, մուսալերցիների ոգին։ Մուսալերցու թմբուկն ու զուռնը նրանց մշակույթի անբաժան մասն են, դրանք իրենց հատուկ պարեղանակներն ունեն, տպավորիչ է հատկապես մարտական պարը։ Արվեստաբան Մովսես Դիրանին սրտնեղում է, երբ մուսալերցիների ներկայացնում են միայն պայքարող կողմով, ասում է իրենք նաև մշակութային հարուստ ժառանգություն ունեցող ժողովուրդ են։ Մենք 3 նկարիչ ենք դվել միջազգային առումով, որոնք որևէ մեկը տեղյակ չի։ Ժան Կազանջյան, Կերամ Թազյան եւ Հայր Հարություն Բզդիգյան։ Նրանք նորություններ են բերել միջազգային արվեստի պատմության մեջ։ Սա մուսալերան ներդրումն է միջազգային մշակույթին այս բարակային, ոչ թե հայ մշակույթին։ Այն գարդիկը, որ կա մուսալերցիկը միայն մարդունակ են, վայրակ են, դա չի։ Մուսալերցի ու մարդունակությունը պայմանավորված է իր ինքնապաշտպանության պնաստով։ Սիմպոզիումի ընթացքում արված քանդակները տեղ կգտնեն հուշահամալիրի տարածքում հիմնվող թանգարանում, իսկ գեղանկարները կշրջեն տարբեր ցուցասրահներով։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։